Բացի գլխավոր երաժշտական խմբագիր լինելուց, 1979-ին Էդգար Հովհաննիսյանը ստանձնում է հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ էլ 4 տարի ղեկավարել էր Թաթու Լալ Թունյանի անվան ժողովրդական երգի պարի համույթը։ Խիստ դասական կոմպոզիտորը այժմ էլ սկսում է զբաղվել ազգային երգ-երաժշտության մշակմամբ։ Ամբողջ իր գործունեության ընթացքում համարյա եղավ հայ երգի քարոզողը, հայ երգի ձայնագրողը, ընդհանրապես խթանը, որպեսզի կոմպոզիտորներն էլ գրեն երգչախմբի երգսեր երգչախմբի համար։ Մոտ 40 ժողովրդական երգերի մշակումներ, իսկ հետո ռադիո երգչախումբը եղավ առաջին կատարող այդ խմբերքերի եւ ես երբ ստանձնեցի ղեկավարությունը, մենք աշխատում ենք դեռ Էդգար Սերգեյիչ օրոք, ես գերագույն հաճույք էի ստանում այդ խմբերքերը կատարելիս։